Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ձեր հետ է Հրանտ Վարդանյանը։ Անցած հաղորդման ժամանակ մենք քննարկեցինք այն 9 կետերից երկուսը, որը հնչեցվել էր ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ նա բողոքում էր, որ այս 9 կետերը չեն կատարվում եւ շատ թերի վիճակում է գտնվում այն ամենը, ինչ հաստատում է կառավարությունը։ Հիմա կքննարկենք հաջորդ երկու կետերը, երրորդը եւ չորրորդը, կարդանք, վենդետաներ չեն լինելու, միայն իրավական ճանապարհով են լուծվելու, այսինքն դատական համակարգի միջոցով։ Չորրորդ, ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում ներքին եւ արտաքին, որ շատ վատ վիճակում է գտնվում, արտաքին ներդրումները չեն կատարվում։ Խոսքս ուզում եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյան, ոչ մեկ քեզ չի խնդրում, որ վենդետաներ անես եւ պատի տակ կանգնացնես մարդկանց գնդակահարես, որ մի քանիսի սիրտն էլ հովանա, ինչպես դուք եք ասում։ Եվ անդադ նշում եք, որ այսքան գործերը, որ հավաքվել են այս հանցագործությունները, դատախազությունները բացահայտել են կաշառակերությամբ, անօրինական հողեր զավթելու եւ այլն, չթվարկեմ, մենք բոլորս լավ գիտենք, դատարաններում դատերը հետաձգվում են եւ ձեր հավաքված գումարներն են, որ այդպես նշում էիր, որ գումարներ են բռնագանձվել, Նիկոլ Փաշինյան դուրս է եկել 9 միլիարդ դոլարի գումար Հայաստանի Հանրապետությունից, ընդամենը դուք հետ եք բերել եւ բռնագանձել եք այս ամեն ինչի մոտավորապես 5%, այս 7 տարվա ընթացքում։ Ու գիտես ինչի, Նիկոլ Փաշինյան, դու այսքան դժվարությամբ ես կարողանում այդ հարցերը լուծես։ Նախ քո դատախազների ներկայացրած ու կազմած գործերը, որ շատ վատ են կայացված, եւ այդ դատարաններ բերած գործերը ինչ վիճակ են, որ դատավորներն էլ իրավական վճիռներ կայացնեն։ Եվ երկրորդը Նիկոլ Փաշինյան, որ ասում ենք լուստրացիա պետք է կատարվի դատարաններին։ Դատարաններին պետք չի լուստրացիա կատարել, Նիկոլ Փաշինյան։ Դատարանները լուստրացիայով այդ հարցը չես լուծի։ Մոտ մի 2 տարի հետո նորից այն դատավորները, ովքեր որ կաշառակեր ու հանցագործ են, նրանք էլ կգնան կմսխվեն այս համակարգի մեջ, 35 տարվա կաշառակեր ու աշխարհական համակարգում։ Դրա համար Նիկոլ Փաշինյան, դու պետքա ունենայիր կառույցներ։ Եթե դու ունենայիր պրոֆմիությունների կառույցը եւ հասարակական միությունների կառույցը, ավելի ճիշտ ոչ թե հասարակական, եկեք փոխենք հարգելի հետևորդներ, հանրային կառույց ասենք, հանրային, դեպ հասարակ, որտեղ հասարակ ստից ուղեղ չունեցող մի հատ, իսկ հանրայինը, դա հանրային բառից է գալի, որ ավելի լավ է հնչվում, ասենք հանրային, այս հանրային կառույցները եւ պրոֆմիությունները, եթե դու ունենա, Նիկոլ Փաշինյան, սրանք իրանք ամեն ամիս իրանց անդամավճարները որ մուծեին, կարային այդ մուծած անդամավճարներով լավ իրավաբաններ վարձեին, ու այս իրավաբանները բերեին իրական օրակարգ անդադ դատարաններ եւ ազգային ժողով, համենտեղ, որտեղով որ կկարանային ավելի շուտ արդյունքի հասնեին, խաղացնելով եւ տակ պայելով իրական օրակարգ ամեն մեկն իրանց դարդեր ու ցավերը բերեին, դնեին, ասեն ախպեր, այս օրենքը փոխեք, այս մենք չենք կարող, այնտեղ կգնար իրական բանավեճը այս կառույցների եւ նաեւ դատարաններում եւ ազգային ժողովում, որովհետեւ ժողովուրդ ջան, օրենքներն ընդունվում են ազգային ժողովի կողմից, ոչ թե կառավարության։ Կառավարությունը ներկայացնում է, օրենքներն ընդունում են կամ չեն ընդունում ազգային ժողովում։ Տեսեք, որ մեր պայքարը իրականում ազգային ժողովում է, մեր երկիրը խորհրդարանական երկիր է, տենց չի, տենց է, երկրորդ կետն էլ ասում է բանի սահմանադրության, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Բա մենք չենք, ժողովուրդ ջան, այստեղ է մի հատ մենք մեզ նայենք, մենք չենք դառնում ինստիտուցիոնալ, որ գնանք այս հարցերը արագ լուծենք, այլ որ դառնանք, շատ հեշտ արագ կլուծենք, իրական խնդիրները կբարձրանան, ու մենք կազատվենք այս 35 տարվա ձգձգված այս այլանդակ վիճակից։ Այս դատավորներն կդառնան կարգին դատավորներ։
Դատավորները կպարտադրեն դատախազներին գործերը հետ կտան, կասեն ախպեր, գնացեք իրական պատկերը բերեք, գնացեք քննեք, ոչ ընդեղ է կատարվում, ոչ ընդեղ է կատարվում, չկա հանրային ճնշումը գոյություն չունի նրանց վրա, ինստիտուցիոնալ չենք դառը, որ նրանք իրանց հավաքած պահեն, թե դատախազությունը, թե դատարաններն ու դատավորները։ Իհարկե ժողովուրդ ջան, դատավորների ու դատախազների մեջ կան նորմալ մարդիկ, պարկեշտ մարդիկ, դա բոլորին չի վերաբերվում, բայց այս 35 տարվա համակարգը այնց է ավիրել, որ մենք չենք այդ թացնել է չորի հետ խառնվել, այս լավ դատախազներն ու դատավորներն են գնում նրանց հետ մսխվում։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Նույնն էլ 4-րդ խնդիրը Նիկոլ Փաշինյան, ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում չեն կատարվում, ոչ ներքին, ոչ արտաքին։ Արա ոնց ներքին ներդրումներ կկատարվեն, երբ որ մարդիկ արդեն ճռում են այդ վարկային համակարգի տակ, չեն կարող այդ վեկալած վարկերը փակեն, որ ասենք նաև դրա վրա ազդում այդ, ասենք գյուղատնտեսության զբաղվողների հարցներ բարձրացած, որ հողերը պետքա միացնենք, որ արդյունք ունենանք։ Արա ինչքան ուզում ես տար Նիկոլ Փաշինյան, միացրա հողերդ իրար, որ ընդհանուր գլոբալ արդյունք ունենաս, դու համակարգված չես, երբ որ դու կհամակարգեր այս գյուղատնտեսությամբ զբաղվողներին, գյուղացիներին, որ չունես համարյա գյուղացի, սա քաղաք են եկել, որ նրանք հետաքրքրություն ունենային այնտեղ ապրելու, արարելու ու գյուղն է հանդիսանում արմատը։ Այդ ժամանակ մարդիկ ախպեր ջան, մեծ արդյունքներ քեզ ցույց կտային։ Գյուղատնտեսների միությունը, որ գյուղատնտեսության մասն է խոսքի, եթե այդ միությունները իրական պատկերը կբերեին առաջ, դատարաններում քո հետ հաշիվներ կմաքրեին, կբերեին ու իրանց ուզածը կստանային, դու էլ կընդունեիր դա որպես օրենք։ Արտաքին ներդրումներ Էլի ուղիղ կապ ունի Նիկոլ Փաշինյան դատարանների հետ ամենաառաջինը։ Այս արտաքին ներդրողները նայում են քո դատարանների ինստիտուցիոնալ եղած վիճակին։ Եթե նայում են, որ ստեղ գործեր կան, որ այս մարդիկ կաշառակերության մեջ մեղադրվում են, գույքեր հափշտակելու մեջ մեղադրվում են եւ մնացած հանցագործությունների մեջ գնդակահարություն, սպանություն է ու ոչ մի գործ տեղից չի շարժվում։ Այս արտաքին ներդրողները նրանք արդեն ինստիտուտներ են, ունեն իրանց իրավաբանները, իրանց խորհրդատուները, իրանց այդ բիզնեսները զարգացնող առաջ տանող այդ աշխատողները, ասում են ախպեր Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտ այնքան հեղեղու կա, մինչև հիմա այնտեղ հարցեր կան, նրանք չեն կարացել լուծել։ Մենք գնանք այնտեղ մտնենք, օրենքի հետ ենք բախվելու։ Հարկային ու վարկային բանը, համակարգը ինչ վիճակում է գտնվում, որ այդ մարդիկ գան։ Հետո վերջը այդ դրսի ներդրողները խոսալու են այս ներսի ներդրողների հետ։ Ասելու են ախպեր գանք ներդրումներ անենք, թե չանենք։ Այս կապը լինելու է նրանց հետ։ Այս երկուսի մեջ։ Դրա համար էլ էսա վիճակը Նիկոլ Փաշինյան, քեզ զարմանում, կարող է ավել բան եմ ասում։ Հարգելի հետևորդներ, մեր վիճակն է էս։ Կառույցների բացակայությունը հանրային կառույցի, որ վերահսկում են նախարարություններին եւ պրոֆմիությունները, որ իրաց խնդիրները բերում են առաջ ազգային ժողով, եթե այնտեղ չեն կարող լուծել, մենք դատարանների միջոցով են լուծում, բայց կառույցները, պրոֆմիությունները, իրանց յուրիստները պետք է որ չգնան ամեն անգամ կառավարության շենքի մոտ կանգնեն, այ ոնց որ առևտրականներն են հավաքվել գնա, էս իջացրեք, չի անելու Նիկոլ Փաշինյանը, վստահեցնում եմ ձեզ, հարգելի առևտրականներ, քանի դուք կառույց պրոֆմիություններ չունեք, դուք կառույցների մեջ եք, դուք ուղեղային կենտրոն չունեք, ձեր յուրիստները չունեք, որ գնա յուրիստները իրավաբանական բանով մասնագետներ իրավաբանորեն զարգացած մասնագետներ, համուտ մասնագետներ, իրավաբաններ գնան համ խորհրդարանում, համ եթե պետքա դատարաններում գնան, դուք հասնեք ձեր ճշմարիտ ցանկությանը, որ ասում եք անարդար է։ Անարդար էլ մնալու է, քանի չկան այս կառույցները, ժողովուրդ ջան։ Մենք ամբողջ ազգով չենք ուզում միանանք մի հատ կառույց, ու քաղաքացիներ եք դուք, որ ասում եք քաղաքական բաներ մի բարձրացրեք, մի խառնեք քաղաքականությունը ստե։ Դուք
անձնագրով քաղաքացի եք, ուրեմն դուք քաղաքականության մեջ է պետք է լինեք։ Հերիքա դուք այդ ջայլամային բանը ձեր կողմից այդ քաղաքականությունը վարեք, որ մեզի մի կպեք, մենք քաղաքականությամբ չենք զբաղվելու։ Այդտենց եք անում, որ ոչ մի արդյունքի չեք ասում։ Այո, պետքա դառնաք քաղաքացիներ, պահանջատերեր ու լինեք ինստիտուցիոնալ։ Քանի դուք ինստիտուցիոնալ չեք, ձեր հետ միշտ այսենց են վարվելու, թե արտադրողները, թե առևտրով զբաղվողները եւ մյուսը շանտեղ չեն դնելու ձեզ, այսպես մի քիչ կոպիտ ասեմ, որ հասկանաք։ Այ դառնանք պրոֆմիություններ, ստեղծեք, թող ձեր յուրիստները գնան այդ անթավամճարները ամեն ամիս մուծեք, հենց պետք կլինի ձեր խնդիրները որ մասնակիցները գնան նրանց հետ խոսան, թե չէ խռը բռը ամեն մեկը մի բան եք ասում, շիլա շփոթ է սարքվում, նրանք պետք է չի չինովնիկ են 1000 տա ուղիղ ամենակ վարչապետն անդե հասկանում եք ողբը որն է, որ մենակ ինքն է մնացել։ Գնում է ինքը չեք տենում անձամբ է գնում ստուգելու, որովհետև էլ չի վստահ, բայց ինքը մենակ ոնց կարա այդ թևերը սաղ ստուգի նախարարության արած գործերը, հասկանում եք հզոր համակարգը մսխված, որ ոչ մի բանով չի զբաղվել 35 տարի, մենակ կաշառք են վեկալ է, որ գործ անեն։ Էս է եղել մեր իրականությունը, եթե սուտ է ախպեր ջան, կոմենտներում գրեք, որ սուտ է։ Ու որի հետ էլ համաձայնա, որ պետք է այս արտմիությունները սարքվեն, ստեղծվեն, համ հանրային կառույցները, համ պրոֆմիությունը մի հատ պլյուս դրեք, մի ալարեք, մի հատ պլյուս դրեք, հասկանանք, որ դուք հասկացող մարդիկ եք։ Ու տարածեք այս վիդեոն, այս հաղորդումը մինչև վեր, որ բոլորը տենան, որ մեր ողբը այդ է, որ մենք հասարակական կառույցներ չենք սարքում։ Այսինքն հանրային մեկ էլ պրոֆմիություններ, ավելի ճիշտ։ Շղթայական կապ ունի ու շղթայական ռեակցիայի մեջ է, առաջի հարցն էլ, երկրորդն էլ, կառավարության վատ կառավարումն էլ, բանակի վիճակն եւ նրա կառավարումը, վենդետաներ, դատարանների վիճակը, դատախազությունների վիճակը եւ նրանց կառավարումներն ու նրանց աշխատանքները, ներդրումները Հայաստանի Հանրապետությունում, որ փոխանակ Նիկոլ Փաշինյանի կողքը երկրորդ վարչապետը, փոխվարչապետը ոչ տելներ Մեհեր Գրիգորյանը վաշխառու համակարգից, այլ ասենք Ատոմ Մարգարյանը, շատ ուժեղ տնտեսագետ, որ տնտեսություն քաշող լոկոմոտիվը լներ տաներ առաջ քեզի ճիշտ ուղղություն ցույց տար։ Դե ինչ ժողովուրդ ջան, այսօր ասքանը գրանցվեք ալիքին, դրեք հավանության կոճակը, գրեք կոմենտներ եւ սեղմեք զանգը, որ ամեն դուրս եկած հաղորդում ձեզ միանգամից հասանելի լինի։ Հաջողություն ձեզ։